Ռազմական հեղաշրջման կոչ անող անձին բանտարկելը որևէ կերպ, որևէ երկրում, որևէ միջազգային կառույցում չի կարող համարվել քաղաքական հետապնդում, ավելին, եթե ռազմական հեղաշրջման կոչ անող եւ շատ կոնկրետ եւ նաեւ տենց դետալային կոչեր անող, թե այդ ամեն ինչը ոնց է տեղ ունեցող անձին իրավական գնահատական չտալը կհամարվեր, որ այդ երկրում չկա օրենքի գերիշխանություն, rule of law, որը նաև օրինակ Եվրոպական միության ամենակարևորագույն սկզբունքներից մեկն է։ Հայաստանում չկան քաղաքական բանտարկելներ, մեր իշխանության օրոք չեն եղել եւ չեն լինելու քաղաքական բանտարկելներ, բայց լինելու է օրենքի գերիշխանություն եւ որևէ մեկը չի կարող քաղաքացիներին սպանելու կամ ինչ-որ բան վառելու, ինչ-որ բան ծակելու, քանդելու, քաոս ստեղծելու միջոցով սահմանադրական կարգ տապալել, մեկ ուրիշը չի կարողանալու ռազմական հեղաշրջման կոչեր անել նախկին նախագահներին, որոնք գոնե մի քանի հատ հավատարիմ գեներալ պետք է ունենան, եւ այդ մարդիկ իմ խորին համոզմամբ քրեական հանցագործներ են, անկախ նրանից թե ինչ շորեր են իրանք հագնում։